Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքներն են բազմաբնակարան շենքեր, մեքենաներ, հացահատիկի տերմինալի 3 ամբար է վնասվել ուկրաինական հարձակումից։ Արտակարգ դրություն է Նովորոսիսկում։ 5 утра проснулись от взрыва. Լուսադեմին ժամը 5-ին վեր թռանք պայթյունի ձայնից։ Մենք 4-րդ հարկում ենք ապրում ու ծուխը միանգամից լցվեց տուն։ Մեզ միանգամից էվակուացրին։ Հիմա չենք հասկանում ինչ անել։ Դեռ չեն թողնում շենք մտնել։ Ըստ Նովորոսիսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի 5 տուժած կա, որից 2-ը երեխա է։ Գիշերը ամբողջ Կրասնոդարի երկրամասն է հարձակման ենթարկվել։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության 1 գիշերում ոչնչացվել է 47 անօդաչու թռչող սարք։ Ռուսական ԱԹՍ-ների հարվածներն էլ լուրջ վնասներ են հասցրել Խարկովում։ Նահանգապետ Օլեքսի Նեգուբովի տվյալով 40 մարդ է վիրավորվել ռուսական հարձակումից։ Առանձնատներ, բազմաբնակարան շենքեր, խանութներ և ավտոկայանատեղի է վնասվել։ Ուկրաինայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների հարվածները, կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Ոչ մի ռազմական նպատակ էլ չի եղել և չէր կարող լինել։ Ռուսաստանը հարվածներ է հասցնում բնակելի տներին, երբ ուկրաինացիներն իրենց տներում են, երբ իրենց երեխաներին են քնեցնում, գրել է Զելենսկին տելեգրամում։ Իդեպ Զելենսկին վերահաստատել է, որ մերժում է հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ընթացքում ժամանակավոր զինադադար հաստատելու Ռուսաստանի առաջարկը։ Նա հայտարարել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պատվիրակությունների անվտանգությունը, որոնք կժամանեն Մոսկվա մայիսի 9-ի շքերթին մասնակցելու։ Ուկրաինան չի պատրաստվում բարենպաստ մթնոլորտ ստեղծել, որպեսզի Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին դուրս գա միջազգային մեկուսացումից, ասել է Զելենսկին։ Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինի որոշմամբ մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր սահմանվում է հրադադար։ Նման հրադադար արդեն հայտարարվել էր Զատկի օրերին։ Լիլիթ Գասպարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։